Օրը սկսեցինք Վազգեն Սարգսյանի ծնունդը նշելով եւ իմ ելույթը ես ուզում եմ սկսեմ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնության հիմքերը ինչի վրա են կառուցված։ Դրա մեջ կար երկրում տիրող կոռուպցիոն վիճակը։ 1 տարի առաջ Վազգեն Սարգսյանը իր մասնակցությունը ունեցել է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելուն, 1 տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ իրենք միավորվեցին երկիրը փրկելու հարցի շուրջ։ Դա միայն ներքին քաղաքական ամբողջ սպեկտրը չէր վերցնում, բայց կոռուպցիոն վիճակը անհանգստացնում էր երկու մեծ անհատականություններին։ Ինչով ավարտվեց դա, բոլորս գիտենք, դա հոկտեմբերի 27 էր։ Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը թևակողեց համակարգված կոռուպցիայի դաշտ։ Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո, քաղաքական կոռուպցիան այսօր մեզ ուղեկցում է։ Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա դաշնակցության առաջնորդ։ Ինչն է կապում Ռոբերտ Քոչարյանին եւ հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ինձ այդ հարցը միշտ մտահոգել է, պարոն Խաչատրյան, որտեղ Ռոբերտ Քոչարյանը կամ դաշնակցության անդամ է, կամ այլ կապեր կան, որը պետքա բացահայտվի։